Շատ շքեղ առանձնատան վաճառք ջրվեժում, շատ կհավանեն մեր Ռուսաստանաբնակ հայերը, որովհետև այս յոլկեքից մենակ Ռուսաստանում կա սենց բարձրության 2100 մետր հողատարածք, 750 եւ ավել մետր շինություն, 13 հատ սենց բարձր յոլկաներ, 3.5 մետրից ավել երկու տակ շարած պարիսպ, այս հողը մենակ 50 կամազ, այս սև հողա բերել լծվե, ստեղ փակ լողավազան սաունայով, փակ բիսեդկով, 750 մետր շինություն, ֆիլտրացիայով մեծ լողավազան եւ ամառային խոհանոց բիսեդկով։ Այս էլ հետևի բակային հատվածը, հիմա գնամ դիմացը նկարեմ։ Ուշադրություն տան դիմացի հատվածում եմ, սա բնակելի շինությունն է, սա տեսեք, առանձին եւս մի հատ շինություն, որտեղ կա 4 մեքենայի ավտոկայանատեղի է, պահակակետ, սպորտզալ, 2 ննջասենյակ սանանգույցներով։ Սա տան առջևի հատվածն է, նորից յոլկեքով, սենց բարձր դարպասներով, 4 մետրից ավել պարսպով, շատ տնտիր որակով կառուցած շինություն է։ Ուշադրություն տան առաջի հարկի մուտքն է, 2 ճակատային աստիճանավանդակներով, ամեն հարկը 250 քառակուսի եռահարկ շինություն է, հատակները բնական քար է, խնդրեմ, այստեղ ունենք զգեստասենյակ եւ առաջի հարկի սանանգույցը, մեծ ընդարձակ նախասրահ, բարձր առաստաղներ, դուբի դռներ, խնդրեմ, այստեղ նախասրահում նստելու հատված ունենք, մեծ առանձնացված հյուրասենյակ, որտեղ դուբից պարկետով է ամեն ինչ, խնդրեմ, ընդհանուր տուն ունի 7 ննջասենյակ, 7-ն է իր սանանգույց զգեստասենյակով, աստիճանավանդակները նորից բնական քարից, այս դռնով դուրս են գալի բակ, այստեղ մեծ առանձնացված խոհանոց, տերասայով, առաջի հարկի ննջասենյակը, մաստեր ունի զգեստասենյակ եւ սանանգույց, խնդրեմ, ու բարձրանում ենք սենց վերև։ Ուշադրություն, ես տան երկրորդ հարկում եմ, ունենք մեծ նախասրահ, որտեղ բնական քարահատակը եւ 6 ննջասենյակներ, որոնցից 3-ը ունի իր սանանգույց լոգասենյակը եւ զգեստասենյակը։ Սա առաջին ննջասենյակն է, լոգասենյակ, զգեստասենյակ եւ բաց պատշգամբ տեսանով դեպի բակ, բակում լողավազան բաց, փակ, սաունա, ամեն ինչ կա։ Եվ այսինքն եւս 5 ննջասենյակներ, սա երկրորդն է նորից սանանգույց լոգասենյակով։ Հարկը 250 քառակուսի եւ ավելը։